Քարոզարշավի երկրորդ օրը ուժեղ Հայաստան դաշինքի առաջին կանգառը հաղթանակ զբոսայգում է։ Քաղաքական թիմն օրը սկսում է հարգանքի տուրք մատուցելով հայրենական պատերազմի հերոսների հիշատակին։ Դժվարությամբ, անգամ երբեմն հույսի ամենավերջին կաթիլը պահելով հասել ենք հաղթանակի։ Հաղթել ենք ֆաշիզմը, ամբողջ աշխարհի վրա մեծ վտանգ եւ ձեռք ենք բերել նաեւ ինքնիշխան մեր երկրում ապրելու, մեր հայրենիքում ապրելու իրավունք։ Այդ իսկ պատճառով, եթե լավ աշխատենք, եթե ճիշտ զարգացնենք մեր երկիրը, մենք կունենանք հաղթանակ։ Այսօր ուզում են հայ եւ հաղթանակը բառը իրարից հեռացնել։ Մենք շատ ենք արդեն ենթագիտակցորեն մեր մեջ ուզում են նստեցնել, որ մենք չենք կարող ունենալ հաղթանակ։ Ինչու չենք կարող, կարող ենք։ Հաղթանակ զբոսայգուց ուժեղ Հայաստան դաշինքը մեկնում է Սյունիք, ճանապարհին կանգ առնելով Արարատի մարզի Տափերական գյուղում։ Այստեղ քաղաքական թիմը հանդիպում է գյուղի բնակիչների հետ, քննարկում բնակավայրի խնդիրները։ Հիմնական մտահոգությունները գյուղում կապում են մթերման կայանների աշխատանքի, գյուղմթերքի երաշխավորված իրացման եւ գյուղացու աշխատանքի արժեվորման հետ։ Իսկ այս բոլոր խնդիրները ուղիղ արտահայտված են ուժեղ Հայաստանի ծրագրային դրույթներում, այն համոզմամբ, որ ուժեղ գյուղը ուժեղ Հայաստանի հիմքն է։ Էդվարդ Պողոսյան, ժամ լրատվական։